Ես ինքս էլ մահկանացու մարդ եմ բոլորի նման, և նախաստեղծ հողածնի ծնունդ։ Ես ևս մարմին եմ առել մոր որովայնում 10-ամսյա ժամանակի մեջ, մացվելով արյամբ տղամարդու սերմից և համատեղ քնի ցանկալի հաճույքից։ Ես էլ ծնվելով շնչեցի նույն ընդհանուր օդը և համանման վշտերի նույն երկիրն ընկա։ Առաջին բարբարս բոլորի նման նույն լացը եղավ, և ես էլ սնվեցի խանձարուրի և հոգսերի մեջ։ Թագավորներից ոչ ոք ուրիշ սկիզբ չի ունեցել, աշխարհը մեկ մուտք ունի բոլորի համար և մեկ ընդհանուր ելք։ Դրա համար էլ աղոթելով խնդրեցի և ինձ իմաստություն տրվեց, կանչեցի առ Աստված և իմաստության հոգի եկավ իմ մեջ։ Ես նախամեծար համարեցի այն, քան իշխանությունն ու գահը, և հարստությունը ոչինչ համարեցի նրա համեմատությամբ։ Ես այն չնմանեցրի թանկարժեք քարերի, որովհետև ոսկին մի բուռ ավազ է նրա առաջ, իսկ արծաթը նրա համեմատությամբ մի բուռ կավ։ Առողջությունից և գեղեցկությունից առավել ես սիրեցի այն և նախընտրեցի լույսից առավել, որովհետև անմարելի է նրանից բխող լույսը։ Ես նրա շնորհիվ շռայլ բարիքներ ստացա և նրա օգնությամբ հասա անթիվ հարստության։ Ես հրճվեցի բոլոր նրանց հետ, ում առաջնորդում էր իմաստությունը, բայց չգիտեի, որ ամեն ինչի ծնունդ տվողը նա էր։ Ես սովորեցի առանց նենգության և առանց նախանձի էլ բաշխում եմ, չեմ թաքցնում նրա հարստությունը, որովհետև նա անսպառ գանձ է մարդկանց համար։ Նրանք, որ վարվում են այսպես, բարեկամանում են Աստծու հետ, նրա կրթության ընծայած պարգևների շնորհիվ։ Տա Աստված, որ ես խոսեմ իրավախոհությամբ և ունենամ նրա տված շնորհներին արժանի մտածումներ, որովհետև նա ինքն է իմաստության առաջնորդը և իմաստուններին ուղղություն տվողը, որովհետև նրա ձեռքում ենք թե մենք, թե մեր խոսքերը, և թե ամեն մի իմաստություն և խելամիտ գործ։ Նա ինձ տվել է եղած բաների մասին անսխալ գիտությունը, որ ճանաչեմ աշխարհի հաստատման կարգը և տարրերի ներգործությունը, ժամանակների սկիզբը, վախճանը և միջին մասը, արեգակի շրջանների փոփոխությունները և եղանակների շրջադարձերը, տարրերի պտույտներն ու աստղերի դիրքերը, անասունների բարքերը և գազանների գազանային հատկանիշները, հողմերի շարժումներն ու մարդկանց մտքերը, տունկերի ձևափոխություններն ու արմատների զորությունը։ Ես իմացա այն ամենը, ինչ ծածուկ էր կամ բացահայտ, որովհետև իմաստությունը, որ բոլորի ճարտարապետն է, ուսուցանեց ինձ։ Նրա մեջ կա բանական հոգի, որ սուրբ է, միածին, բազմաբաշխ, նուրբ, դյուրաշարժ, պարզ, անարատ, հայտնի, անվրեպ, բարեսեր, արագ, անարգել, բարերար, մարդասեր, հաստատուն, զգուշավոր, անհոգ, ամենազոր, ամենահայաց և կարող, թափանցելու, մտավոր, մաքուր և նրբին բոլոր բաների մեջ։ Արդարև, իմաստությունն ավելի շարժուն է բոլոր շարժումներից և իր հստակության պատճառով թափանցում և անցնում է ամեն ինչից ներս։ Նա Աստծո զորության ճաճանչն է, ամենակալի ճշմարիտ փառքի ծագումը, և դրա համար էլ ոչ մի պիղծ բան չի խառնվում նրան։ Նա մշտնջենավոր լույսի նշույլ է, Աստծո ներգործության անարատ հայելին և նրա վեհության պատկերը։ Նա մի է, բայց ամենակարող, նա ինքնակա է, բայց նորոգում է ամեն բան, սերնդից սերունդ անցնում է մաքուր հոգիների մեջ և պատրաստում
Աստծո բարեկամներ և մարգարեներ։ Աստված չի սիրում ուրիշ ոչ ոքի, բացի իմաստությամբ ապրողից։ Արդարև, իմաստությունն ավելի գեղեցիկ է, քան արեգակը և բոլոր աստղաբույլերը, իսկ լույսի հետ համեմատած առավել է նրանից, որովհետև լույսը փոխվում է գիշերի, մինչդեռ իմաստությանը չի կարող հաղթել չարությունը։ Իմաստությունը քաղցրությամբ բուժում է բոլորին։ Սիրեցի այն, հետամուտ եղա նրան իմ պատանեկության օրերից, խնդրեցի նրան, որ ինձ հարցնանար և ցանկացա նրա գեղեցկությունը։ Փառավոր է նրա ազնվական ծագումը, քանզի նա կյանքի հաղորդություն ունի Աստծո հետ և բոլորի Տերը սիրեց այն։ Նա խորհրդակից է Աստծո իմաստությանը և ինքն էլ տենչում է նրա գեղեցկությունը։ Եթե կյանքում հարստությունն է ցանկալի ունեցվածքը, ապա որ հարստությունն է ավելի մեծ, քան իմաստությունը, որ կարող է ամեն ինչ անել։ Եթե իմացականությամբ է, որ գործվում է այս կամ այն բանը, ապա ով կարող է առավել լավ ճարտարապետ լինել եղած բաների մեջ, քան իմաստությունը։ Եթե մարդ արդարություն է սիրում, ապա արդարության վաստակի արդյունքը առաքինությունն է, որովհետև նա է, որ սովորեցնում է գիտություն և խոհեմություն, արդարամտություն և արիություն, որոնցից առավել պիտանի բան չկա մարդու կյանքում։ Իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչա իմաստություն, որ գիտի անցյալը և կռահում է գալիքը, հասկանում է թե խոսքի իմաստները և թե առակների մեկնությունը, կանխապես ճանաչում է թե նախանշանները, թե զարմանահրաշ բաները և թե ժամ ու ժամանակների ելքերը։ Եվ ահա ես որոշեցի, որ նա կյանքում անբաժան լինի ինձնից, գիտակցելով, որ նա բարի խորհրդատու կլինի ինձ համար և կմխիթարի ինձ հոգսերից և տրտմությունից։ Ես նրա շնորհիվ փառք կվաստակեմ ժողովրդի մեջ և պատիվ ծերերի առջև։ Դեռ պատանի միտքս սուր կլինի դատ ու դատաստանի ժամանակ, և ես փառավոր կերևամ հզորների աչքին։ Երբ լռեմ, պիտի սպասեն, որ ինձ լսեն, երբ սկսեմ խոսել, ուշադիր պիտի հետևեն ինձ, և երբ խոսելիս լինեմ, պիտի զարմանքից ափի բերան մնան։ Իմաստության շնորհիվ ես անմահություն պիտի գտնեմ և հավերժ հիշատակ թողնեմ իմ հետնորդների մեջ։ Դարման պիտի լինեմ ժողովուրդներին, և ազգերը պիտի հնազանդվեն ինձ։ Սոսկալի բռնակալները պիտի սարսափեն ինձնից լսելով իմ մասին, բազմության մեջ ես շնորհաշատ պիտի երևամ և պատերազմի մեջ առաքինի։ Մտնելով իմ տունը, ես պիտի հանգստանամ իմաստության հետ, քանզի նրա ընկերակցության մեջ դառնություն չկա, և նրա կյանքի հետ հաղորդակցվելն էլ վիշտ ու ցավ չունի, այլ ուրախություն և խնդություն։ Իմ մեջ խորհելով այսպես, ես վճռեցի իմ սրտում, որ անմահությունը ազգակից է իմաստությանը, որ բարիքների վայելչությունը բխում է նրա բարեկամությունից, անսպար հարստությունը նրա ձեռքի վաստակներից, իմաստությունը նրա խոսքերի կրթությունից, փառքի ձեռքբերումը նրա մտքերին հաղորդակից լինելուց։ Ուստի ես շրջում և փնտրում էի այն, որ վերցնեի ինձ մոտ։ Ես մտավարժ մանուկ էի և բարի հոգու հանդիպեցի, մանավանդ խիստ ազնիվ էի և մարմինս էլ անրատ։ Եվ այն էլ հասկացա, որ եթե Աստված ինձ չտար, ես այլ կերպ չէի կարող լինել իմաստուն։ Իմաստությունը նաև այն է, որ ճանաչես, թե ումից է շնորհը տրվում։ Ես ընկա Տիրոջ առջև և ամբողջ սրտով աղաչեցի նրան։ Ով իմ հայրերի Աստված և Տերդ ողորմության, դու ես, որ քո խոսքով ստեղծեցիր բոլորին,
Եվ քո իմաստությամբ ձևավորեցիր մարդուն, որ տիրի քո ստեղծած արարածներին, սրբությամբ և արդարությամբ կառավարի աշխարհը և ուղիղ հոգով դատ ու դատաստան անի։ Տուր ինձ քեզ գահակից իմաստությունից և խոտան մի համարիր ինձ քո ծառաներից։ Արդարև, ես քո ծառան եմ և քո աղախնի որդին։ Ես տկար մարդ եմ և կարճատև կյանքի տեր։ Ես հասուն չեմ դատի և օրենքի իմացության մեջ։ Եվ եթե նույնիսկ որևէ մեկը կարող է կատարյալ լինել մարդու որդիների մեջ, բայց եթե քո իմաստությունը հեռու է նրանից, նա ոչինչ պիտի համարվի։ Դու ինձ ընտրեցիր քո ժողովրդի թագավոր և քո տղաների և աղջիկների դատավոր։ Դու ասացիր, որ ես տաճար շինեմ քո սուրբ լերան վրա և զոհասեղան քո բնակության քաղաքում, քո այն սուրբ խորանի նմանությամբ, որ սկզբից և էդ նախապես ինքդ պատրաստեցիր։ Քեզ հետ է նաև իմաստությունը, որ գիտի քո գործերը։ Քեզ մոտ էր նա, երբ դու արարում էիր աշխարհը, և գիտեր, թե որն է հաճելի քո աչքին և որն է քո պատվիրաններին համապատասխան։ Առաքիր դրան քո սուրբ երկնքից, քո փառքի աթոռից ուղարկիր դրան, որ գա և տեղ գտնի իմ մեջ, և ես գիտենամ, թե ինչն է հաճելի քո առջև, քանզի նա գիտե ամեն ինչ և խելամուտ է բոլորին։ Իմ գործերի մեջ ինձ կառաջնորդի զգաստությամբ և իր փառքով կպահպանի ինձ։ Իմ գործերն ընդունելի կլինեն, ես արդարությամբ կդատեմ քո ժողովրդին և արժանի կլինեմ իմ հոր գահին։ Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծո խորհուրդները, և կամ ով կարող է խելամուտ լինել, թե ինչ է կամենում Տերը, քանզի մահկանացուների մտածումները անստույգ են և մեր գիտելիքները անհաստատ։ Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, և հողեղեն այս հարկը բազմահոգ է դարձնում միտքը։ Ուստի մենք հազիվ ենք նկատում երկրային բաները և չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մոտ։ Իսկ այն, ինչ գտնվում է երկնքում, ով կարող է քննել, և ով կարող է գիտենալ քո խորհուրդները, եթե դու իմաստություն չտաս և քո Սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից։ Այսպես է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շավիղները, սովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, և փրկվեցին քո իմաստությամբ։ Իմաստությունը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ Հորը, միայնակ Ստեղծյալին։ Նա փրկեց նրան իր հանցանքներից և զորություն տվեց նրան բոլորի վրա իշխելու։ Իսկ անիրավը բարկությամբ հեռացավ դրանից և կործանվեց իր եղբայրասպան զայրույթի մեջ։ Դրա համար էլ իմաստությունը երկրորդ անգամ փրկեց հեղեղված երկիրը չնչին այն փայտի շնորհիվ, որի նավապետն էր արդարը։ Իմաստությունն էր նույնպես, որ միաբանությամբ չարության մեջ խռնված ազգերի միջից ճանաչեց արդարին, նրան անարատ պահեց Աստծո առջև և հզորին պահպանեց որդու նկատմամբ տածած գթությամբ։ Իմաստությունն ամբարիշտների կորստի ժամանակ փրկեց արդարին, փախցնելով նրան 5 քաղաքների վրա իջնող հրից, որ որպես չարիքի վկա հողերը ծխալով դեռևս մնում են խոպան, ուր պտղատու տունկերը ժամանակին պտուղ չեն տալիս, և ուր որպես անհավատ հոգու հիշատակ կանգուն է աղի արձանը։ Զանցանելով իմաստությունը, նրանք ոչ միայն վնաս կրեցին բարին չճանաչելու համար, այլև աշխարհում անմտության հիշատակ թողեցին, որպեսզի իրենց հանցանքները ծածկված չմնան։ Իսկ իմաստությունն իրեն ծառայողներին փրկեց վշտերից։ Նա եղբոր բարկությունից փախածին առաջնորդեց դեպի ուղիղ շավիղներ, ցույց տվեց նրան Աստծո արքայությունը և սրբությունները ճանաչելու գիտությունը։ Հաջողություն և շահ տվեց նրան իր տքնությունների մեջ և բազմացրեց նրա վաստակը։ Բռնացողների ագահությունից պաշտպանեց նրան,
ավելի հարստացրեց նրան և պահպանեց թշնամիներից։ Նրան զգուշացրեց դարանակալներից և հաղթող դարձրեց բուռն պատերազմում, որպեսզի գիտենա, թե Աստված պաշտությունը զորավոր է ամեն բանից։ Իմաստությունը չլքեց վաճառված արդարին, այլ մեղքերից փրկեց նրան։ Նրա հետ իջավ փոսը և կապանքների մեջ չթողեց նրան, մինչև իսկ նրա ձեռքը թագավորական գավազան դրեց և նրան իշխանություն տվեց իրեն ներողների վրա, ցույց տվեց, որ ստախոսներ էին իրեն բամբասողները և հավիտենական փառք տվեց նրան։ Իմաստությունը փրկեց սուրբ ժողովրդին և անարատ սերնդին իրեն նեղող ազգի ձեռքից։ Իմաստությունը մտավ Տիրոջ ծառայի հոգու մեջ և հրաշագործություններով ու սքանչելիքներով դիմագրավեց ահազդու թագավորներին։ Սրբերին հատուցեց իրենց վաստակի վարձը, նրանց առաջնորդեց սքանչելի ճանապարհով, ցերեկը նրանց հովանի եղավ, իսկ գիշերը աստղալույս։ Նրանց անցկացրեց կարմիր ծովով և տարավ նրանց առատ ջրերի միջով, անկղմեց նրանց թշնամիներին, իսկ իրենց վերև հանեց անդնդի խորքերից։ Դրա համար էլ արդարները կողոպտեցին ամբարիշտներին և օրհնեցին Տեր քո անունը, քո ձեռքը, որ մարտնչում էր իրենց համար, օրհնեցին միահամուռ։ Իմաստությունը բացեց համրերի բերանը և հստակախոս դարձրեց մանուկների լեզուն։ Իմաստությունը Սուրբ Մարգարեի ձեռքով հաջողեցրեց նրանց գործերը։ Նրանք շրջեցին անբնակ անապատում և վրաններ խփեցին անկոխ վայրերում, կանգնեցին պատերազմողների դեմ և վանեցին թշնամիներին, ծարավեցին և աղերսեցին քեզ։ Նրանց ջուր տրվեց ապառաժ քարից և նրանց պապակը հագեցավ կարծր քարից։ Արդարև, ինչ բանով որ պատժվեցին իրենց թշնամիները, նույն այդ բանից նրանք, երբ կարիքի մեջ էին, բարերարություն գտան։ Արյունով կարմրած և ալեխրով մշտնջենական գետի փոխարեն, որպես կշտամբանք մանկակոտոր հրամանի, դու առատ ջուր տվիր անհույսներին, ցույց տալով, թե ծարավի ժամին ինչպես ես տանջել հակառակորդներին, երբ իրենց պատժի չափն առան, քո ողորմածությամբ խրատված հասկացան, թե ինչպես են տանջվում քո բարկությամբ դատապարտված ամբարիշտները։ Սրանց իբրև խրատող հայր փորձության ենթարկեցիր, իսկ ամբարիշտներին իբրև խիստ թագավոր կշտամբեցիր դատապարտելով։ Նույն վտանգին ենթարկվեցին թե հեռու և թե մոտիկ գտնվողները, և նրանց կրկին համակեց անցյալի հիշողությունների տրտմությունն ու հեծությունը, որովհետև երբ նրանք լսում էին, թե իրենց կրած պատժի միջոցով բարեպաշտները երախտիքի են արժանացել, ճանաչում էին քո չափը, Տեր։ Դեռ երեկ և վաղուց ի վեր, ում նրանք ուրացել և ծաղրում էին, դեպքերի վերջին ելքից դրդված զարմացան, թե իրենք արդարների նման չէին և պիտի ծարավեին։ Իրենց անիրավ ու անմիտ մտածումների փոխարեն, որոնցով մոլորված նրանք անխոս սողուններ ու վատթար ճիճուներ էին պաշտում, նրանց վրա արձակեցիր անբան անասունների մի բազմություն վրեժխնդիր լինելու համար, որպեսզի գիտենան, թե ինչով որ մեղանչում է մարդ, նույն բանով էլ պիտի պատժվի։ Ամենազոր քո ձեռքի համար, որ անկերպարան նյութից հաստատեց այս աշխարհը, դժվար չէ արձակել նրանց վրա արջերի մի բազմություն, կամ վայրագ առյուծներ, կամ նորաստեղծ անծանոթ կատաղի այլ գազաններ, հուր ու կրակ շնչող, շարավալից ծուխ արձակող, աչքերից սաստիկ կայծեր փայլատակեցնող։ Նրանց խորտակելու համար բավական էր ոչ միայն դրանց պատճառած վնասը, այլև դրանց տեսքից զգացված սարսափը կսպաներ նրանց, բայց առանց դրան էլ նրանց կարող էին կործանել մի հողմով իսկ հալածելով ու ցրելով նրանց քո հոգու զորությամբ և արդարությամբ։ Բայց դու ամեն ինչ կարգեցիր չափով, թվով ու կշռով, որովհետև յուրաքանչյուր ժամ քեզ հետ է քո ամենազոր ուժը,
Եվ ով կարող է դեմ կանգնել քո բասկի զորությանը, որովհետև ամբողջ աշխարհը քո առջև է իբրև կշեռքի նժար և կամ ինչպես ծողի մի կաթիլ, որ իջնում է երկիր։ Բայց դու ողորմում ես բոլորին, որովհետև կարող ես անել ամեն բան և թողնում ես, որ ապաշխարությամբ քավեն մարդկային մեղքերը, քանի որ ատելով չէ, որ ստեղծել ես ամեն ինչ, այդ պատճառով էլ սիրում ես ինչ որ կա ու գարշանք չես զգում քո արարածներից և ոչ մեկից։ Ինչպես կարող է որևէ բան լինել, եթե դու չկամենայիր, և ինչպես կարող էր գոյատևել մի բան, եթե դու գոյության կանչած չլինեիր այն։ Խնայիր բոլորին, ով հոգեսեր Տեր, քանզի քոնն է ամեն բան։ Ամեն բանի մեջ է քո անեղծ հոգին, դրա համար էլ մեղապարտներին հանդիմանում ես սակավ առ սակավ և հիշեցնելով, թե ինչ մեղքեր են գործում, սովորեցնում ես, որ չարիքներից խուսափելով հավատանք ես Տեր։ Դու ատեցիր նաև քո սուրբ երկրի հին բնակիչներին, իրենց կատարած գարշելի գործերի, կախարդությունների, անսուրբ զոհաբերությունների, մանուկների անողորմ կոտորածների և աստվածությանդ նվիրված խորհրդավոր ծեսերի ժամանակ մարդկային մարմնի փորոտիք և արյուն ուտելու համար։ Եվ այն ծերերին ու ծնողներին, որոնք սպանեցին անօգնական հոգիներին, դու կամեցար կորստի մատնել մեր հայրերի ձեռքով, որպեսզի այն երկիրը, որ ամենից թանկ էր քեզ համար, իր մեջ ընդուներ Աստծուն արժանավոր ծառաներ։ Բայց նրանց ևս որպես մարդկանց խնայեցիր, արձակելով քո զորքի առաջամարտիկներին, պիծակներին, որ սակավ առ սակավ սպանեն նրանց, թեև դա անզոր չէիր ամբարիշտների դեմ պատերազմելու արդարների ձեռքով կամ ամեհի գազաններով կամ հենց մի խոսքով միանգամից կործանելու նրանց։ Բայց դու կամաց դատաստան տեսնելով ապաշխարության տեղ էիր թողնում, չմոռանալով սակայն, որ չար է նրանց արարքը, բնածին է նրանց չարությունը և հավիտյան չեն փոխվելու նրանց մտածումները, քանզի սկզբից և էդ անիծված էր նրանց ծնունդը։ Դու երկյուղ չէիր կրում որևէ մեկից, երբ ներում էիր շնորհում մեղավորներին։ Արդարև, ով կարող է ասել քեզ, թե ինչ ես անում, և ով կարող է դեմ կանգնել քո դատաստանին, կամ ով կարող է քեզ կշտամբել ազգեր կործանելու համար, որ դու արել ես, և կամ ով կարող է քեզ հակառակվել անիրավ մարդկանցից վրեժխնդիր լինելու համար։ Ոչ, քեզնից բացի չկա այլ Աստված, որ հոգար բոլորի համար, որին հայտնի դարձնեիր, թե անարդար չես դատել։ Եվ ոչ մի թագավոր ու ոչ մի բռնակալ չի կարող հայացքը վեր բարձրացնել քո դեմ նրանց համար, ում պատժել ես դու, որովհետև արդար ես և արդարությամբ ես կառավարում բոլորին։ Ով արժանի է պատիժ կրելու, պատժում ես, և քո ուժին օտար է անարդար պատիժը։ Քո զորությունը արդարության իշխան է, և բոլորի վրա քո տիրելը մղում է քեզ բոլորին խնայելու։ Դու թերահավատին ցույց ես տալիս քո ուժը կատարյալ զորությամբ և հանդիմանում ես նրանց, ովքեր չեն ճանաչում քո զորությունը։ Դու զորությամբ ես տիրում, բայց դատում ես հեզությամբ և մեծ խնամքով խնամում ես մեզ, քանի որ քո զորությունը քեզ հետ է միշտ, և դու երբ կամենաս, կարող է քո կամքը լինել։ Այսպիսի գործերով էլ դու սովորեցրիր քո ժողովրդին, թե արդարը պարտավոր է մարդասեր լինել, և բարի հույս ներշնչեցիր քո որդիներին, թե նրանց մեղքերին ապաշխարություն կտաս։ Եթե քո ծառաների թշնամիներին և մահապարտներին այդչափ ներելով դու պատժեցիր և փրկեցիր, նրանց տեղ ու ժամանակ տալով, որ կարողանան ազատվել չարիքներից, ապա որքան ճշմարիտ դատեցիր քո որդիներին, որոնց հայրերի հետ երդում և դաշինք ես կնքել բարի ավետիք տալու համար։ Արդ, մեզ խրատելու համար դու բյուրապատիկ պատժում ես թշնամիներին, որպեսզի մենք քո բարերարության չափն առնելով հոգատար լինենք և երբ դատված լինենք, հուսանք ողորմության։
Ուստի և նրանց, որ անմիտ և տարապարտ կյանքով էին ապրել, դու տանջեցիր իրենց իսկ գարշելի կուռքերով, քանի որ նրանք շատ հեռու գնացին իրենց մոլորության ճանապարհներով և անմիտ երեխաների նման խաբվելով աստվածներ համարեցին անգամ այն կենդանիներին, որ անարգ էին իրենց իսկ թշնամիների համար։ Դրա համար էլ նրանց, ինչպես անխոստ մանուկների, դատաստանի փոխարեն ծաղր ու ծանակ արիր, և որովհետև նրանք ծաղր ու ծանակի սաստից չխրատվեցին, Աստծու արժանի դատաստանին պիտի ենթարկվեն։ Նրանք պատիժ են կրելու հենց այն անասուններից, որոնց չարչարելի զայրանում էին և որոնց աստվածներ էին համարում, և տեսնելով նրան, ում առաջ ուրանում էին, ճանաչեցին, որ նա ճշմարիտ Աստված է, և այդ պատճառով էլ դատապարտության նշանը եկավ իրենց վրա։